Ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել հակակոռուպցիոն դատարանը։ Սամվել Կարապետյանը ներկայ է եղել դատական նիստին ու չի ընդունել իրեն մեղսագրվող հանցանքները։ Ազգային բարերարի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում զարմանք է արտահայտել, թե ինչպես է ստացվել, որ դեռ 3 դատական նիստի ընթացքում իշխանական լրատվամիջոցներից մեկը Հայկական ժամանակը դատարանի որոշումը հրապարակել էր։ Ես իսկապես ինձ մոտ հարց է առաջանում, այս ամենը ինչի համար է արվում։ Եթե կարող է պարզապես Հայկական ժամանակ օրաթերթը երեկվա դրությամբ ժամը 18:30 ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն այդքան խրթին իրավական հարցերի, բայց մյուս կողմից այդքան պրիմիտիվ անհիմն միջնորդության պայմաններում Հայկական ժամանակը ամբողջը ասի, որ կալանքը պետք է երկարաձգվի, իդեպ զարմանալիորեն նյութի տրամաբանությունը փաստացի 2 ամսվա երկարաձգման մասին էր, ու այդ նյութը ժամը 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի, դատական նիստի ժամանակ ես եւ գործընկերներս բարձրաձայն ենք այդ նյութի մասին, դատավորը արտահայտի իր վրթովմունքը, որ իբր ում տեղն ենք դրել իրեն, ինքը ոնց թե պետքա լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվի, 100-ից 100 կանխատեսումը կատարեց։